Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը սոցիալական հարթակներում հաճախ է հրապարակում նոր կադրեր և ցույց տալիս, թե ինչ զարգացումներ են սպասվում վերջին զանգահեռուստասերիալում։ Նրա հերթական հոլովակը վերաբերում էր Ռոզա Դավթյանի և Էդգար Իգիթյանի կերպարներին։ Վերջինս ամուսնության առաջարկություն է անելու Ռոզա Դավթյանին հեռուստասերիալում։ Դիանայի այս հրապարակումը արդեն հասցրել է արժանանալ համացանցի օգտատերերի ամենատարբեր մեկնաբանություններին։ Հոկտեմբերի 11 ես նշանադրվեցի։ Մեր պատմությունը տարբեր է ու բնավ նմանություն չունի քո իմացածներին։ Իմ անցած ճանապարհը շատ ավելի անհարթ է, քան դու կպատկերացնես, բայց ես անցնում եմ այդ ճանապարհը վեհորեն եւ անտրտունջ։ Այս կյանքում ինձ բաժին հասածը կորցնելու եւ գտնելու մասին ճանապարհներն են։ Իմ բոլոր գտածների հետևում կորուստներ են, բոլոր ձեռքբերումներիս հետևում անթիվան համար ձախողումներ, բոլոր ժպիտներիս հետևում հեկեկոցներ։ Կորուստներ կան, որոնք չեն փոխարինվում, չեն մոռացվում, չեն սպիանում եւ ի հակառակ նշվածներին խորը արմատներ գցելով օրերից մի օր անգամ ծիլ են տալիս, բայց գուցե փառատողը այն է, որ գտնվելիքների մեջ եզակիորեն, բայց գոնե լինում են դեպքեր, որ երջանկացնելու ձևը եւս չմոռացվողներից է դառնում։ Ես չեմ վախենա ասել, որ հորս կորցնելուց հետո քեզ գտնել է իմ կյանքում եղած, լինելիք եւ այժմյան եղածներից ամենից անգինն է։ Իմ փոթորկոտ կյանքին հանգստություն տվողն ես, իմ չբթացող ցավերի լուր կիսողն ես, իմ մենակ օրերի անփոխարինելի ընկերն ես, իմ հաջողություններից անմնացորդ երջանկանցող ու վշտիս մեջ հետս լացողն ես։ Գուցեև ուժեղ եմ ես, բայց դու ինձ դարձնում ես անպարտելի։ Հիմա ես իմ հետևում ունեմ անթիվ անհամար կորցրած եւ գտած ճանապարհներ եւ վերստին անդառնալի հավերժ փակված կողպեկված դռներ ու ունեմ քեզ եւ առավելապես քոնն եմ ես եւ քոնը լինելը սպիացնում է բոլոր խորեվերքերը, հարթեցնում է բոլոր սպիերը, լրացնում է բոլոր կեղտոտ բերանները, որովհետեւ քոնը լինելը աստվածային օրհնություն է եւ որքան ասելիք կա քոնը լինելու մեջ, ինչ լավ է, որ հենց քոնն եմ ես։ Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանը կարողացավ հայտնիություն ձեռք բերել շատ կարճ ժամանակահատվածում, ինչպես ասում են, մեկ նախագծի օգնությամբ։ Բնական էր, որ այդ ճանաչումը իր հետ պետք է հանրության հետաքրքրության նոր ալիք բերեր իր հետ։ Այս ընթացքում Ռոզան մեկ ծավալուն հարցազրույց է ունեցել, որի ընթացքում անձնականի մասին որոշ մանրամասներ էր հայտնել։ Դեռ հեռուստասերիալի ընթացքում շատ էր քննարկվում Ռոզայի եւ դերասան Կարեն Ասլանյանի սիրավեպի մասին լուրը։ Այդ թեմային անդրադառնալով դերասանուհին նշել էր. «Ես երբ գալիս էի հյուր ինքս ինձ ասացի, որ պետք է լինի մի տարածք, մի ներքին բան, որը միշտ քոնը պետք է մնա ու ես կարծեցի, որ անձնականը ամենաճիշտ տարբերակն է դրա համար։ Ես ու Կարենը հոյակապ ընկերներ ենք, մեզ մոտ ամեն ինչ լավ է տաղավարում։ Դրանից դուրս մենք երբեմն շփվում ենք, բայց իմ անձնականը միայն իմն է, ոչինչ չեմ հերքում կամ ոչինչ չեմ փաստում։ Ես մի բան կասեմ, այնինչ իրականում կա առանց իմ ասելու կամ մեկ ուրիշի հերքելու կամ փաստելու միշտ երևում է, թողնենք ժամանակի վրա ամեն բան ցույց կտա ճիշտը»։ Զրույցի ընթացքում Ռոզան նաև նշել էր, որ մինչ սերիալում նկարահանվելը զուգընկեր չի ունեցել, սակայն չի նշանակում, որ հիմա եւս չունի։ Ուրեմն իմ մոտ էլ հակառակ process-ն է, ես էլ չեմ ուզում նիհարեմ ճիշտն ասած, բայց քանի որ շաքարից, հյութերից, քաղցրից հրաժարվել եմ, այս վերջի շաբաթում երևի արդեն 4 կիլո նիհարել եմ, 4 կիլո նիհարել եմ։ Շատ վատ է, բայց եթե դուք ուզում եք նիհարեք, արդեն գիտեք ինչ պիտի անեք, մի քիչ կամքի ուժը։ Մի քանի տարի առաջ սկսում էի, մի խոսքով, Instagram-ում կամ ընդհանրապես ապրում էի, պապիչներս քանդվել է, այսա ընկնել է։ Իրականում մտքից ծայրով չէր անցնի, որ հնարավոր է ինձ մի օր ամեն օր այս հարցը տա։ Եղեք ապշում եմ, ես այդքան մեծ չեմ, որ ամուսնանալու մասին դեռ մտածեմ։ Ըստիս, եթե կարելի է, տենց մտածեմ, հա։ Չգիտեմ, ինչի եք ես հարցը այսքան տալիս ինձ։ Սա կարծում եմ հարցերից է, որը մի պատասխան իր մեջ չի ներառում, այլ շատ ու շատ պատասխաններ, որովհետև ինքնստինքյան արդեն ինդիվիդուալ հարց է ու հետևաբար ինդիվիդուալ եւ յուրապատասխան ակնկալում։ Տեսեք, եթե օրինակ ունեք քթի կոմպլեքս, արտաքին կոմպլեքսների մասին ես խոսենք, դրա լուծումը արդեն դուք կարող եք տալ, բայց եթե խոսքը ներքին կոմպլեքսների մասին է, դա արդեն հոգեբանական մոտեցում է պահանջում։ Չգիտեմ,
կան իրականում կոմպլեքսներ, որոնք այնքան էլ կոմպլեքս չեն, ինչքան մենք ենք դա դարձնում այդպեսին, բայց արդեն ներքին կոմպլեքսները դրանք լուրջ բարդություններ են, որոնց դեմ պիտի հոգեբանորեն պայքարեք։ Չգիտեմ ինչքանով կարողացա օգնեմ, շատ դժվար հարցեր, դժվար պատասխանել ակնկալում էր։ Սա համարենք վերջին հարցը, որովհետև գիտեք, որ ես ատում եմ շատ ստորիներ ու երբ որ իմ մոտ էլ այնպես ստացվում, որ շատ են, նյարդերից չգիտեմ ինչ եմ, Instagram չեմ մտնում, որ չտեսնեմ, որ շատ եմ մտցել։ Տեսեք, ես այս հարցին, թե հաղորդման ժամանակ, Օվսիկետ մեր հաղորդման ժամանակ, թե առհասարակ ստորիներով ինչքան տասեք, ես անընդհատ պատասխանում եմ, կամ դուք ուշադիր հետևորդներ չեք, որ այս հարցն ինձ անընդհատ տալիս եք, կամ չգիտեմ։ Դուք մտածեք արդեն ձեր պատասխանները գտեք։ Էլ չեմ պատասխանելու։ Всё։ Բարի լույս։ Իրականում հաճելի է, երբ որ բարի լույսն ասում ես տեղին ու ճիշտ ժամանակին, ոչ թե օրինակ արթնանում ես կեսօրին, բայց կոնտենտ վարելու համար ասում ես բարի լույս։ Ես բարի լույսը դիմավորել եմ, դրա համար բոլոր իրավունքներն ունեմ ձեզ ասելու բարի լույս եւ ասեմ, որ ոչ թե դուրս եմ եկել վազելու, չնայած նրան, որ ես երկար տարիներ զբաղվել եմ շատ ակտիվ սպորտով, առավոտները վազել եմ, հիմա բայց այդ ժամանակը չունեմ, բայց դուրս եմ եկել, որովհետեւ տունը չէր ստացվում կարդալ, մի քանի փորձեր արեցի անհաջող, հիմա որոշել եմ փոխեմ լոկացիան, որովհետեւ պետք է ինձ կարդալ ու չեմ քնել բարի լույսը դիմավորել եմ, որովհետև դիտում եմ կինոներ, բացերը լրացնելու համար։ Ընկերներ, վերջապես ես տանն եմ, ինչպես տեսնում եք, և մի շատ կարևոր բան, որքան առիթներ եղել են երկրից դուրս գալու, թե ճամփորդելու, թե գործնական, եթե, միևնույնն է, ես ոչ մի երկրում ինձ լավ չեմ զգում եւ բանը ընդհանրապես նրանում չէ թե ինչպես են ինձ ընդունում, ինչպես են հյուրընկալում, այլ իմ հոգուց է, իմ ներսից է, որ ես չեմ կարողանում ինձ լավ զգալ։ Գիտեք, ես ուրախ եմ ու ես ամեն անգամ հետ վերադառնալուց եմ հասկանում, որ ես հպարտ եմ, որ ես ունեմ ինքնություն, որ ես ունեմ ծննդավայր, որ ես ունեմ հայրենիք ի վերջո։ Դա շատ կարևոր է ու դա պետք է գնահատել, հաստատ պետք է գնահատել։ Ես սիրում եմ իմ Հայաստանը, իմ տունը, իմ տան դիմացի քարը։ Այսքանը։ Բարի լույս։ Ուրեմն երեք մոլից մի քանի բան եմ վերցրել, դրանք հիմա ռասպակովկա կանենք միասին։ Հետո պիտի իրերը կամաց սկսեմ դասավորել, ընդհանուր արագացված հոլովակ կփորձեմ անել, տեղադրել, որպեսզի դուք էլ այդ process-ին մասնակցեք, որովհետև մի քանի օրից գալիս եմ ու ես չեմ սիրում այդ վերջին օրը անեմ։ Հետո ուզում եմ գնանք ծով։ Սիրուն նկարներ անեմ, ուղղակի ծովային հագուշ չունեմ, չգիտեմ, չեմ վերցրել, մոռացել էի։ Տեսնեմ, թե հարմար բան կգտնեմ, կանենք։ Հետո արդեն որ գնամ կապի դուրս կգամ, ձեզ լավ, սիրուն, պոզիտիվ, հավես, դրական օր։ Քիչ եմ սեզ բաներ ասում, բայց հաճելի էր ասել եմ։ Այսօր շատ մեծ մոտիվացիայով եմ արթնացել։ Իրականում պատճառը գիտեմ ինչի, որովհետև գնացի ակադեմիա, թե Գորգի կոտը այնտեղ դասավանդում է ու այնպիսի ոգեշնչող, այնպիսի կյանք տվող երևույթների մասին էր խոսում, որ ասենց ուզում էի այդ պահին վեր կենայի, գայի Հայաստան, ինչքան դերասանական ստուդիաներ կա, ինչքան սենց հոգևոր տեղեր կա, որ ինձ հարազատ է, գնամ, մասնակցեմ, ստեղծեմ, արարեմ, կյանքը չկանգնի, այնպիսի բաներ էր ասում, որ չգիտեի այդ պահին ինչ անեի, որ այդ մոտիվացիան միջիցս դուրս գար։ Ու այսօր ես եմ ուզում ձեզ խորհուրդ տամ սենց փոքրիկ, շատ փոքրիկ։ Ուզում եք դառնալ դերասանուհի,
ուզում եք դառնալ պարուհի, ուզում եք ով գիտի ինչ եք դուք ուզում։ Կարևորը որ ուզում եք, կարևորը է ձեր երազանքը ձեր մեջ կա, դուք ուզում եք ստեղծեք, դուք ուզում եք առաջ գնաք, դուք ուզում եք շարժվեք, դուք նայում եք իմ հոլովակը, ասում եք օրինակ ինչ որ ռասպակովկայի վայր ես էլ անեմ, ես այդպեսին եմ եղել, ասում եմ ես էլ անեմ այս հոլովակը, ինձ այնքան հաճելի է դա, իմ աուդիտորիան տեսնի եւ այլն, ընկերներ, վեր կացեք ու այսօր արեք այն ձեր առաջին քայլերը, որոնք ձեր երազանք են գնալու դեպի, որովհետեւ իսկապես այդ այնքան կարևոր է, երբ որ դու զբաղվում ես այն ամենով, ինչ սիրում ես, որովհետեւ քո հոգին լիքն է լինում, որովհետեւ դու պահանջ ու քաղց չես ունենում, քեզ չեն սահմանափակում։ Գնացեք, ստեղծեք, արարեք ու արեք ձեր քայլերը, որովհետև հնարավոր է ձեր ընտրած ուղում դուք լինելու եք առաջատարը։ Բարի լույս։ Այս կողմս վրայի գնելը լի մի քիչ չավարտեն, ամբողջությամբ ստեղը սաուրել, այս էլ լավ այդուցված։ Իրականում ժամանակ վերադությունից առաջ շատ մեծելու իմ ձախակողմյան մասի բոլոր քներակը, խորձայնալարը, նյարդային լարերը բոլորին կպել էր իր ամեցությամբ ու ոնց որ ստախացանված էր ինչ-որ չափով։ Հիմա որ ինքս հենց այդույցից ավելի ամեցացել, ավելի շատ կպել այդ ամեն ինչին, համ ձայնս է փոխվել, համ էմոցիոնալ դաշտից կայուն չի, համ էլ գլուխս է ցավում այն տակ։ Ընդհանուր առմամբ լավ եմ։ Այս մեկն էլ բանը, ոնց է մարմիտ ինչ-որ հատված որ վառվում, ապա չի կալենում, այն պրոցեսն է։ Իսկ այս ծակծկոցներն են հենց այդ վառելու պրոցեսն է, այսինքն կտրվածք չկա, հատական կտրվածք չկա։ Աչքերս էլ առել մի քիչ, որտև գիշերը էմոցիոնալ պորտկումներ եմ ունեցել, բայց ընդհանուր առմամբ իդեալական եմ զգում, խնդիր չունեմ, ցավացող տեղ առավոտ մեջ քսեմ ու հիմա էլ ոչ մի բան։ Շատ ապրեք, որ այդքան անհանգստանում եք, շատ ապրեք, որ այդքան ինձ առողջություն եք մաղթում, երևի թե ամենալավ մաղթանքը հենց այդ առողջությունն է։ Ես էլ ձեզան նույնը մաղթում եմ սրտել, միշտ առողջ լինեք ու երբեք չգնաք դեպի հիվանդանոց խնդրի պատճառով։ Նախորդ ստորի հետ կապված ես էլ ասեմ ու եզրափակենք, իրականում շատ կարևոր է հենց ձեր էմոցիոնալ դաշտը, որովհետև մենք այնքան սթից անիմաստ բաները դարձնում ենք խնդիր, մտածում, էմոցիոնալ դառնում ու հենց դրանից էլ Հայաստանի պայմաններում սա արդի թեմա է, կոնկրետ այս խնդիրը, բայց նպաստող բաներից է նաև ոչ կայուն էմոցիոնալ դաշտը կամ այլ վիրուսային բորբոքումները, նյարդային այսպիսի բորբոքումները, սրանք նպաստող բաներ են, որոնցով կարելի է կանխել ինչ-որ չափով, բայց քանի որ ես չեմ իմացել իմ ամեն մի էմոցիոնալ վիճակից, ինքն ավելի է զարգացել, դրա համար խնայեք ձեզ ու գնահատեք ձեր առողջությունը։